Արերի թանձրացած մշուշի միջից մեզ է հասել մի պայծառ անուն՝ Միքայել։ Նա երկնային սահմանագծին կանգնած ահեղ ճակատամարտերի հերոսն է, ում կերպարը մինչ օրս եզակի գաղտնիք ու հանճարական հմայք է թաքցնում իր մեջ։ Ո՞վ է այս հրեշտակապետը, ում ավանդությունը սխալմամբ ներկայացնում է որպես ընդամենը մի հզոր երկնային հրեշտակի, եւ ինչպես է նա դարձել հավատի պաշտպան բոլոր ժամանակների համար։ Իհարկե լեգենդներն ու ենթադրությունները հետաքրքիր է կարդալ, սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ է ասում Աստվածաշունչը այդ հարցում։ Եկեք միասին բացենք Աստվածաշնչի էջերը, լսենք հենց Սուրբ Գրքի վկայությունը եւ պարզենք ով է Միքայել հրեշտակապետը եւ ինչ դեր ունի փրկության ծրագրում։ Մնացեք մեզ հետ մինչև վերջ, քանի որ հաջորդ տեսարաններին կբացահայտեք ձեզ համար զարմանահրաշ եւ կարեւոր փաստեր։ Եվ նա ինձ ասաց. մի վախենար, ով Դանիել, որովհետև այն առաջի օրից, որ սիրտ տվիր հասկանալու եւ քո անձը խոնարեցնելու քո Աստծո առաջին, քո խոսքերը լսվելու են, եւ ես եկա քո խոսքերի համար, եւ Պարսիս թագավորության իշխանը կանգնել էր իմ դիմացը 21 օր, եւ ահա Միքայելը, առաջ իշխաններից մեկը, եկավ ինձ օգնելու, եւ ես մնացի այնտեղ Պարսիս թագավորի կշտին, եւ ես եկա քեզ հասկացնելու, թե ինչ պիտի պատահի քո ժողովրդին վերջին օրերում, որովհետև տեսիլքը տակավին այն օրերի համար է։ Դանիել 10:12-14։ Այստեղ մենք տեսնում ենք Միքայել անունը։ Ինչ է այն նշանակում։ Չէ՞ որ անունը այն ժամանակվա մշակույթում մեծ նշանակություն ուներ, այն բացահայտում էր անունը կրողի բնույթը։ Եբրայերեն բնագրում գրված է 3 բառ, եւ այն հարցական նախադասություն է՝ Մի-քա-էլ, որը թարգմանաբար նշանակում է ով է Աստծո պես։ Դանիել 10-րդ գլխում գնում է մեծ պայքար, որտեղ մասնակցում են մի քանի էակներ։ Դանիելի հետ խոսում է ինչ-որ երկնային հզոր էակ, ով ասում է Դանիելին, որ իրեն հակառակվում էր Պարսիս թագավորության իշխանը, ում նա չկարողացավ հաղթել։ Ստացվում է, որ Պարսիս թագավորության իշխանը մարդ չէ, այլ կրկին գերբնական էակ, ով երկնային հզոր էակին հակառակվում էր պայքարում, եւ միայն Միքայելը կարողացավ նրան հաղթել։ Միքայելը այստեղ նկարագրվում է որպես առաջին իշխաններից մեկը։ Ինչ է այն նշանակում։ Մակերեսային ընթերցողը կհասկանա այսպես, որ կան շատ առաջին իշխաններ եւ նրանցից մեկը Միքայելն է, սակայն մենք ձեզ հետ մակերեսային ընթերցողներ չենք, եկեք պարզենք, թե իրականում ինչ է այն նշանակում։ Աստվածաշնչի բնագրում հնչում է այսպես. Ահադ հասարիմ հա ռիշոնիմ, որը բառացի թարգմանաբար նշանակում է առաջին իշխաններ գլխավոր։ Այն հասկանալի լեզվով կհնչի այսպես. գլխավոր իշխանների առաջինը, կամ ավելի պարզ, գլխավոր իշխանների ղեկավարը, իշխանը։ Մեկ այլ խոսքով, Միքայելը այստեղ նկարագրվում է որպես իշխանների իշխան։ Եկեք նմանատիպ համար դիտարկենք այն փաստելու։ Եվ նրա խելքով պիտի հաջողվի խաբեությունը նրա ձեռով, եւ նա պիտի իր սրտում հպարտանա, եւ խաղաղության մեջ շատերին պիտի կորցնի, եւ վեր պիտի կենա իշխանած իշխանի դեմ, բայց առանց ձեռքի պիտի կոտրվի։ Դանիել 8:25։ Ահա տեսնում ենք կրկին որևէ չար ուժ ընդդիմանում է իշխանած կամ իշխանների իշխանին, այսինքն Միքայելին։ Շտապեմ ասել, որ Միքայելը միշտ հանդես է գալիս հոգևոր պատերազմի համատեքստում, երբ չարի եւ բարու ուժերը պայքարում են միմյանց հետ մարդկության փրկության հարցում, որը մենք կարող ենք տեսնել հետևյալ համարներում։ Թշնամին ասաց. հալածեմ հասնեմ, ավար բաժանեմ, անձս նրանցից կշտանա, քաշեմ սուրս, ձեռքս նրանց հափշտակի, փչեցիր քո քամիովը, ծովը ծածկես նրանց, կապարի պես ընկղմվեցան զորավոր ջրերի մեջ, ով է աստվածների մեջ քեզպես, ով Եհովա, ով է քեզպես սրբության մեջ փառավորված օրհնություններով սքանչելի հրաշքներ անող։ Ելից 15:9-11։ Մեծ պայքարից հետո Մովսեսը գովաբանելիս Եհովա Աստծուն նրա հաղթանակի համար ասում է. ով է քեզպես, ով Եհովա, իսկ բնագրում Մի-քա-էլի հոլովաց տարբերակն է։ Ըստ այս տեքստի Եհովան առնչություն ունի Միքայելի հետ։ Իմ ամեն ոսկորները պիտի ասեն. Տեր, ով է քեզ նման,
որ փրկում ես խեղճին իրենից զորավորից եւ տնանկին ու աղքատին իրեն հափշտակողից։ Սաղմոս 35:10։ Ահա նորից ով է քեզ նման Յահվե, նորից պայքար, հաղթանակի համատեքստ եւ նորից վերաբերվում է Աստծուն որպես փրկիչ, ազատիչ։ Եվ հենց մեր դիտարկած Դանիել 10-րդ գլխում այդպիսի մեծ պայքարի համատեքստ է, եւ հենց այդտեղ մենք տեսանք արդեն այդ արտահայտությունը, ով է քեզ պես Աստված կամ ով է Աստծո պես։ Եվ այս արտահայտությունը վերաբերում է Աստծուն։ Միքայելը աստվածային էակ է։ Եվ մինչև զորած իշխանը բարձրացավ եւ նրանից վեր առավ մշտնջենականը եւ կործանվեց նրա սրբարանի բնակարանը։ Դանիել 8:11։ Այստեղ տեսնում ենք նմանատիպ տիտղոս կրկին չարի եւ բարու պայքարում, եւ նրան անվանում է զորած կամ զորքերի իշխան։ Երկնքում կան զորքեր, որոնց Աստվածաշունչը ասում է հրեշտակներ, որոնց իշխանը Միքայելն է, ում տիտղոսը դրա համար հրեշտակապետ է։ Եվ երբ որ Հեսուն Երիքով էր, իր աչքերը բարձրացրեց եւ տեսավ, որ ահա իր դիմացը մեկ մարդ էր կանգնել, եւ նրա ձեռքին մի մերկ սուր, եւ Հեսուն նրան մոտեցավ եւ նրան ասեց. «Մեզանից ես դու, թե մեր թշնամիներից»։ Եվ նա ասեց. «Ոչ, այլ ես Տիրոջ զորավարն եմ, եւ հիմա եկա»։ Եվ Հեսուն իր երեսի վրա գետինն ընկավ եւ երկրպագություն արավ, եւ նրան ասաց. «Ինչ է հրամայում իմ Տերը իր ծառային»։ Եվ Տիրոջ զորավարը Հեսուին ասաց. «Ոտքերիցդ կոշիկներդ հանիր, որովհետև քո կանգնած տեղը սուրբ է»։ Եվ Հեսուն այնպես արավ։ Հեսու 5:13-15։ Նա Տիրոջ զորավարն է, զորապետը կամ հրեշտակապետը, եւ նա մարդ չէ, ոչ էլ հրեշտակ, քանի որ հրեշտակը երկրպագություն չի ընդունում մարդուց, ինչպես կարդում ենք Հայտնության գրքում։ Իսկ այստեղ նա Աստված է, ում երկրպագեց Հեսուն եւ հանեց կոշիկները, ինչպես Մովսեսը Եհովայի առաջ։ Որովհետև ձեր Եհովա Աստվածը Աստվածների Աստվածն է եւ Տերերի Տերը, այն մեծ հզոր եւ ահեղ Աստվածն է, որ աչառություն չի անի եւ կաշառք չի առնի։ Բ Օրինաց 10:17։ Տեսնում ենք նմանատիպ տիտղոսներ Աստծուն բնութագրելիս. Աստվածների Աստված, Տերերի Տեր։ Եկեք համեմատենք այն Հայտնություն 19:16-ի հետ։ Եվ իր հանդերձների վրա եւ իր ազդրի վրա գրված էր անուն, թագավորների թագավոր եւ տերերի Տեր։ Ով է նա։ Իհարկե, Հիսուս Քրիստոսը, ով պետք է իր երկրորդ գալուստի ժամանակ վերջնական հաղթանակ տանի չարի հանդեպ, մահվան հանդեպ եւ մեռելները հարություն պետք է առնեն։ Հենց այդ իրադարձության մասին էլ կարդում ենք Դանիել 12:1-2-ում։ Եվ այն ժամանակ վեր կկենա այն մեծ իշխան Միքայելը, որ կանգնած է քո ժողովրդի որդկանց վրա, եւ նեղության ժամանակ կլինի, որը եղած չէ, քանի որ մի ազգ կա մինչ այս ժամանակը։ Եվ այն ժամանակ քո ժողովուրդը կազատվի, ամեն ով որ գտնվի գրքում գրված, եւ երկրի հողում գնացողների շատերը պիտի զարթնեն ոմանք ի հավիտենական կյանք, իսկ ոմանք էլ ի հավիտենական նախատինք եւ անարգանք։ Այստեղ տեսնում ենք, որ երբ Միքայելը մեծ իշխանը գա, տեղի կունենա հարություն, քանի որ նա հենց ինքը Հիսուս Քրիստոսն է։ Եկեք փաստենք այն նոր կտակարանի որոշ համարներով։ Որովհետև ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծո փողով վայր կգա երկնքից եւ Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կառնեն։ Ա Թեսաղոնիկեցիս 4:15։ Հիսուս Քրիստոսը գալու է հրեշտակապետի ձայնով, այսինքն նրա ձայնը Միքայելի ձայնն է, քանի որ նրանք նույն էակն են։ Եվ Հիսուսի, այսինքն Միքայելի գալուստով տեղի կունենա մեռելների հարություն, ինչպես կարդացինք նաև Դանիել 12-րդ գլխում։ Սրա վրա մի զարմանաք, որովհետև ժամանակ կգա, որ ամենքը, որ գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն, եւ դուրս կգան նրանք, որ բարի են գործել դեպի կյանքի հարություն, եւ նրանք, որ չար են արել դեպի դատաստանի հարություն։ Հովհաննես 5:28-29։ Դանիել 12-րդ գլխի նույն խոսքերն են։ Այնտեղ Միքայելի մասին է խոսում, իսկ այստեղ Հիսուսի։ Եվ նաև տեսնում ենք, որ նրա ձայնը կլսեն, իսկ ձայնը, ինչպես կարդացինք, Միքայելինն է։ Հիսուսը Միքայելն է։ Միքայելը Հիսուս Քրիստոսի տիտղոսներից մեկն է։ Եվ Միքայել հրեշտակապետը, երբ որ սատանայի հետ վիճելով պատասխան էր տալիս Մովսեսի մարմնի համար,
Չհամարձակեց հայհոյանքի դատաստան անել, բայց ասեց. Տերը քեզ հանդիմանի։ Հուդա 1:9։ Այստեղ Միքայել հրեշտակապետը, երբ հարություն էր տալիս Մովսեսին, Սատանան ընդդիմանում էր նրան, իսկ Միքայելը ասում է. Տերը քեզ հանդիմանի, էլ որտեղ ենք տեսնում նման արտահայտություն եւ ում կողմից։ Եվ Տերն ասաց Սատանային. Տերը քեզ հանդիմանի, ով Սատանա, եւ Տերը քեզ հանդիմանի, որ ընտրել է Երուսաղեմին, միթե սա կրակից ազատված խանձող չէ։ Զաքարիա 3:2։ Այստեղ կրկին Սատանայի հետ պայքարի մեջ Տերը, բնագրում Եհովան, ասում է. Եհովան քեզ հանդիմանի։ Այստեղ այդ արտահայտությունը անում է Աստված։ Միքայելը հենց ինքը զորած Աստվածն է։ Եվ պատերազմ եղավ երկնքում, Միքայելը եւ նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ եւ պատերազմեց վիշապը եւ իր զորքերը եւ չկարողացան դեմ կենալ եւ ոչ էլ տեղ գտնվեց նրանց համար երկնքում։ Եվ վայր գցվեց մեծ վիշապը, այն առաջի օձը, որ բանսարկու եւ Սատանա է կոչվում, այն բովանդակ աշխարհը մոլորեցնողը վայր գցվեց երկրի վրա եւ իր հրեշտակներն էլ իրեն հետ վայր գցվեցին։ Հայտնություն 12:7-9։ Երբ Սատանան մեղ գործեց երկնքում, Աստված, Հիսուս Քրիստոսը, իր զորած իշխան Տիտղոսով, Միքայել անունով, պատերազմեց Սատանայի դեմ եւ վռնդեց նրան երկնքից։ Նկատում ենք, որ միշտ Սատանայի դեմ պայքարում է Միքայելը եւ միայն նրա դեմ Սատանան չի կարողանում կանգնել։ Սիրելի ընկերներ, այսպիսով դուք իմացաք Աստվածաշնչից, որ Միքայելը դա նույն Հիսուս Քրիստոսն է, ով երկնային զորքի հրեշտակների պետն է, զորած իշխանը, տերերի Տերը, ով միշտ հաղթել է չարին եւ իր երկրորդ գալուստով վերջնական հաղթանակ կտանի Սատանայի եւ նրա զորքերի հանդեպ։ Որքան ուրախ ենք մենք, որ Միքայելը մեր կողմից է, որ տիեզերքի ամենազորեղը մեր Աստվածն է, եւ Դանիելի պես մենք էլ պայքարի պահերին, նեղ ժամանակներին կարող ենք աղոթքով դիմել նրան, որ գա եւ ազատի մեզ չարից։ Միքայել, ով է Աստծո պես, իհարկե միայն նա, ով Աստված է։